Բարի երեկո։ Փակ TV-ի եթերում լուրերի հետքերով հաղորդումն է։ Եթե ուզում եք լինել մշտապես տեղեկացված եւ բաց չթողնել ամենակարևորը, դարձեք մեր YouTube-յան ալիքի բաժանորդը։ Թուրքիայի խորհրդարանում քննարկման է դրվել կենսաթոշակները բարձրացնելու մասին օրինագիծը։ Քննարկման ժամանակ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող կուսակցության պատգամավորներից մեկը թղթե շիրմաքար ու թղթե դագաղ ձեռքին մոտեցել է ամբիոնին եւ խոսել կենսաթոշակների բարձրացման մասին։ Այդ քայլով նա ցանկացել է ցույց տալ կենսաթոշակառուների չքավորությունը։ Ընդդիմադիր գոշչի այդ քայլը փորձել է կանխել իշխող ուժի կուսակցության մեկ այլ պատգամավոր, որը պնդել է, որ այդ գործողությունը խախտում է խորհրդանի ներքին կանոնակարգը։ Երկու պատգամավորները սկսել են վիճել ու հրմշտել իրար։ Խորհրդանի փոխնախագահ հայտարարել է, որ դագաղը ամբիոն բերել անընդունելի է եւ դադարեցրել է նիստը։ Մոտ 10 րոպե տևած քաշքշուկներից եւ վեճերից հետո նիստը վերսկսվել է։ Շարունակելով իր ելույթը նա նշել է. «Թոշակառուին թաղելուց չեք ամաչում, իսկ թղթե դագաղից ամաչում եք»։ Վիճաբանությունից հետո ընդունվել է նվազագույն կենսաթոշակը եւ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու մասին օրինագիծը։ Օկուպացված Արցախում մինչ այժմ բնակվող 10 հայերը եւ ազգությամբ ռուս 1 Հայաստանի Հանրապետության քաղաքացի դիմել են Հայաստանի եւ Ադրբեջանի պատգամարմիններին Հայաստան տեղափոխվելու խնդրանքով։ Դիմումների հիման վրա նշված անձինք տեղափոխվել են Հայաստանի Հանրապետություն։ Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 11 հայրենակից, նրանց ընդառաջ է մեկնել բժիշկների բրիգադը անհրաժեշտության դեպքում օպերատիվ բուժօգնություն ցուցաբերելու համար։ Երևանում չեն հստակեցրել, Ղարաբաղում դեռ հայեր կան, թե ոչ։ Օկուպացված Արցախում մնացած բնակիչներից մեկը Կարեն Ավանեսյանը ավելի վաղ մեղադրվել էր այսպես կոչված ահաբեկչական գործողություն կատարելու փորձի մեջ եւ Ադրբեջանում դատապարտվել 16 տարվա ազատազրկման։ 2023 թվականի սեպտեմբերի 19-ից 20-ը Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա ձեռնարկեց Արցախի դեմ հրետանու, ԱԹՍ-ների եւ մարտական ավիացիայի կիրառմամբ։ Սեպտեմբերի 28-ին ադրբեջանական կողմից բանակցությունների արդյունքում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, որով հանրապետության բոլոր պետական հիմնարկները լուծարվեցին եւ 2024 թվականի հունվարի 1-ից Արցախի հանրապետությունը դադարեց գոյություն ունենալ։ Արցախի բնակիչները ստիպված տեղափոխվեցին Հայաստան։ Հայաստանի Հանրապետության կառավարության տվյալներով հաշվառման են վերցվել եւ հաշվառվել են ավելի քան 115,000 արցախցիներ, գործարկվել են աջակցության ծրագրեր։ Ուկրաինայի զինված ուժերը պետք է դուրս գան Դոնբասից կարգավորման գործընթացը հեշտացնելու համար։ Նման հայտարարություն արել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ուկրաինայի զինված ուժերը պետք է լքեն Դոնբասի տարածքը։ Դրանք պետք է դուրս բերվեն։ Սա շատ կարևոր պայման է կարգավորման համար։ Կան նաև այլ նրբերանգներ, որոնք մնում են բանակցային օրակարգում, հավելել է Պեսկովը։ Ընդ որում նա հրաժարվել է բացահայտել հակամարտության կարգավորման շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների մանրամասները, քանի որ Մոսկվայում դա աննպատակահարմար են համարում։ Պեսկովը նաև նշել է, որ Դոնբասի տարածքը զգալիորեն տուժել է ռազմական գործողությունների ընթացքում։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետականները կիսել եւ կերել են Գրենլանդիայով տորթը։ Թրամփի կողմնակիցները տոնում են ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը եւ արկտիկական տարածքն անվանում Ամերիկայի 51-րդ նահանգ։ Ավելի վաղ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր Գրենլանդիայի հարցում գերազանց գործարքի մասին։ Նա մանրամասներ չէր հայտնել, բայց նշել էր, որ այն երկարաժամկետ է, անժամկետ եւ հավերժ։ Ավելի ուշ The New York Times-ը պարզել էր, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները գործարքով կստանա Գրենլանդիայի միայն փոքր հատվածները։ Դանիան կարող է Ամերիկայի Միացյալ Նահանգներին փոխանցել իր ինքնիշխանությունը կղզու մի փոքրիկ հատվածի նկատմամբ, որտեղ կարող են ամերիկյան ռազմաբազաներ կառուցվել Կիպրոսու Մեծ Բրիտանիայի ռազմաբազաների նմանությամբ։ Գործարքի այս տարբերակը առաջ է քաշել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։ Ավիաընկերությունները զանգվածաբար չեղարկում են թռիչքները դեպի Մերձավոր Արևելք Իրանի շուրջ լարվածության սրման ֆոնին։ Մի շարք պետություններ ժամանակավորապես դադարեցրել կամ սահմանափակել են ավիահաղորդակցությունը Արաբական Միացյալ Էմիրությունների, Սաուդյան Արաբիայի եւ Իսրայելի շուրջ տարածաշրջանում անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով։ Թռիչքների չեղարկումները պայմանավորված են Իրանի շուրջ աճող աշխարհաքաղաքական լարվածությամբ, ռազմական էսկալացիայի ռիսկերով եւ օդային տարածքի օգտագործման փոփոխություններով։ Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների ավիագիր հարվածային խումբը դուրս է եկել Իրանի վրա հարձակման հեռավորության, սակայն տեղեկությունը չի հաստատվել։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ահազանգում են, մարզային քաղաքներում, որոշ դեպքերում մարզկենտրոններում ստուգումներ են անում եւ անասնաբուժական դեղեր վաճառողներին մինչեւ 500,000 դրամ տուգանում արտոնագիր չունենալու համար։ Այնինչ անասնաբուժական պրեպարատներ վաճառելու լիցենզիա հասկացություն ըստ անասնաբույժների չկա։ Զոոխանութը ճճվաթափի դեղ վաճառելու համար տուգանվել է։ Դա քիչ է որոշել են անասնաբույժին, որը մասնագիտությամբ աշխատելու համար դիպլոմ ունի, ատեստավորել եւ ատեստավորման հանձնաժողովում ներգրավել են այսպես կոչված կենդանասերներին։ Այսինքն ժամանակից եւ միջոցներից կենդանիներին հատկացվող մարդիկ պիտի ձայնի իրավունք ունենան միայն մասնագիտական կոմպետենցիա որոշելու գործում։ Սոցցանցերում իրենց բողոքն են արտահայտել քաղաքացիները։ Եվ վերջում օրվա տեսանյութ՝ ձմեռային ձյունածածկ Սյունիքը իր ողջ շքեղությամբ։ Այսօրվա համար այսքանը։ Շարունակեք մնալ Փակ TV-ի հետ, լուրերի հետքերով եւ մի մոռացեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին օրվա ամենակարևորն ու բացառիկը բաց չթողնելու համար։